Գնաս ասենք Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղաս։ Անչի համար։ Էդմոնը եւս մեկ անսպասելի հարված ստացավ։ Վարդավանը ջրեց բոլոր հոգսերը։ Գագիկ Բեգլարյանի ցոքուտ մայրաքաղաքի կբռնագանձվի 76 միլիոն 71 միլիոն դրամներ ստեղից։ Բարև ձեզ, Arm Comedy-ն է եթերում, նենց որ հարմար նստում եք, հարմար լայքում եք, հարմար բաժանորդագրվում եք։ Եթե գտնեք նպատակահարմար, կարող եք նաև միանալ մեր Patreon-ին, որտեղ մենք ունենում ենք հավես վիդեոներ, հանդիպումներ, ու вообще մենք չենք կարող ամիսը 1 դրամով աշխատել, որտեղ 4 միլիարդ դոլար ունեցող հոպար չունենք։ Դրա համար միացեք Patreon-ին։ Իսկ եթե մոտակայորեն պատահական Սևանում եք լինելու, ապա իմացեք, որ Սևանում մեկնարկում է ինչ? Սևան Startup Summit-ը։ Այո, թեք համայնքը հավաքվում է մեկտեղ մի մեծ գեղեցիկ հովանու ներքո, իսկ հովանու հովանավորն է Լիքը թեմաներ անսպասելի ալեկոծում են սովորաբար հանդարտ հուլիսը, չգիտենք նույնիսկ որից սկսենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ֆուտբոլ խաղալ Ռոնալդոյի հետ։ Ինչ? Էլ մի պլշի աչքերդ հենց այն ինչ որ ասացի։ Ինձ է դատի տվել, իսկ ինձ որ դատի է տվել, դա նույնն է ոնց որ ինչ անես, չգիտեմ։ Գնաս ասենք Ռոնալդոյի հետ ֆուտբոլ խաղաս, էլի, ասենք անիմաստ։ Լավ, շատ լավ։ Նիկոլը Էդմոնին դատի է տվել։ Իր սեփական նախկին հատուկ հանձնարարություններով դեսպանին իր սեփական ելք դաշինքից Ուսես բարձր եմ ինչ որ մի րոպե, ինչպես կասեր մեկ այլ լորեցի։ Անչի համար։ Այ էս դրվագի ոնց որ։ Հիմա ասենք Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր նույն համակարգի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես։ Սա համար պետք է գլխով պատասխան տակ։ Ու անձամբ դու Նիկոլ, անձամբ դու։ Փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս։ Էս եք դուք։ Սովորական, տարական, ասենք, բան։ Պուճուր ընտրակեղծարարներ։ Այս սրա համար պետք է ներողություն խնդրի եւ հերքի։ Հա, որ ասելա պուճուր ընտրակեղծար, այսինքն պետք է հերքի ասի ողջամիտ չափսերի։ Ну պրոբլեմը ստեղ ընտրակեղծարար ասելներ, բայց вообще-то այդ պուճուրն էլ ահագին աբիդնի է։ Իմ ուղի եթերից, որ ընտրություններից հետո եմ արել, եւ այնտեղ մեջբերումը հետեւյալն է։ Ինչ է արել Նիկոլը, ԿՀ կայքում մուտքագրել է 0 ձայն։ Ինչու եմ ասում Նիկոլը, որովհետեւ համակարգը իշխանությանն է պատկանում։ Հիմա հարց, ինչու է Նիկոլը sense կեղծել մեր տվյալները։ Ես ոչ չեմ պնդում, որ մենք անցողիկ ուժենք անցել ենք եւ այլն։ Այլ նա կեղծել է, որ թվերը նվազեցնի։ Вообще հա, իրականում շատ խնդալու / լացելու է, եկեք ասեմ ինչ։ ԿՀ-ն հարյուրավոր տրեյնինգներ անց, տոք մի քանի հատ ընտրություններ անց, որ հիմա դե պետք է ավելի արեստավարժ լինեն, էլի ամեն անգամ չի կարող Պարս քվյաթերթիկներ հաշվի գնալով ավելի վատ, ոնց է 11 քվյաթերթիկը մեկ է դառնում տիպը 0։ Իսկ այդ ընթացքում հայցվորը Գնացինք կամաց սկսում ենք վերջան Ես ես Թույլ տվեք ուշակեմ նոր հոբի, հա։ այո արձակուրդները նա նվիրեց լեռնագնացությանը եւ բլոգինգին 13 հատ վիդեո է հրապարակել մի օրում 13 Okay, ես այս մարդու ազատ ժամանակից եմ ուզում 13 հատ վիդեո, այդքան նույնիսկ ռուս բլոգերները չեն անում, երբ որ գնում են շուտ ցուցահանդես, а тут впервые в Երևան, որտեղից այսքան ժամանակ ու հեծանիվը, ու բարաբանը всё, հա։ Դե օբյեկտիվորեն շոկ է, մարդ ուզում է բարձրանա սար Էդմոնից հեռու ամպերին մոտ։ Ամպերին ավելի մոտիկ։ Յեպե, այսինքն Նիկոլը Արցակուրտա, Ալենը արժանախագահի, փաստացի երկիրը ղեկավարում է այս պահին Վահագն Խաչատուրյանը։ Եթե Բոնի Թայլերի թաղմանը չի գնացել, հա։ Okay. Այդ ասում Էդմոնը, ասես ժամերը հաշվում, երբ է սկսելու իր դատը։ Թե ինչ է զգացել այդ պահին, երբ որ նայել է այդ տեսա ուղերձը, եւ ինչ ապրումներ է ունեցել, երբ որ իրան ասել են դու ընտրակեղծարար ես, եւ սկսի հիմնավորել, թե ինքը ոնց է վիրավորվել։ Որտեղ ուրիշ ձև չկա, որ ինքը կարող է այդ դատը կրել։ Այսինքն պետք է ինքը գա դատարան, ցուցմունք տա, որպես տուժող,
քաղաքացիական գործով լավ դες դժող չի, բայց դժող է էլի, եթե վիրավորվել է, ու հիմնավորի ոնց է ինքը վիրավորվել, ինչ է զգացել այդ բան, ինչ ապրումներ ա ունեցել, բան։ Իսկ շքամա պահանջում Նիկոլը Ռոնալդոից։ Ինչ փող։ Դու կարծում ես սա փողի համար, հա։ Ուզում ես ասես պրոստը դատարանա դիմել, որ ներողություն խնդրի։ Ну, չէ։ Պարտավորեցնել Մարուքյանին վճարել 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Փաշինյանի այս հայցադիմումը, որ քաղաքացիական դատարան է մուտքագրվել հուլիսի 9-ին եւ հենց հաջորդ օրը մակագրվել է դատավոր Աննա Շիլաջյանին, դեռևս վարույթ չի ընդունվել։ Մի րոպե, Էլեոնորա Մանանջյան ընդդեմ Arm Comedy դատի դատավորն է ինքը։ Հա, ոսը նույն դատավորն է դատելու համ մեր գործը, համ Էդմոնի գործը։ Էդմոն we're judge twins։ Միտեղ քաղաքական երգիծանքն է դատվում, միտեղ քաղաքական խոսքը։ Ով կհաղթի, ինչ կլինի հետո։ Եկեք մաղթենք հաջողություն։ Արդարության կենացը ուզեմ ասել, հայ արդարադատությունը ինքը ես վստահ եմ, որ կհաղթի, բայց թե ում կհաղթի։ Այդ կտեսնենք։ Արդարության կենացը։ Արդարության կենացը։ Քաղաքական գործիչները իրար քննադատում են տարբեր հարցերով։ Եվ եթե դու քննադատվել ես, դու չես կարող ասել ես վիրավորվել եմ, որտեղ մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է, որ քաղաքական գործիչները բարձրաստիճան պետական պաշտոնատար անձինք ավելի նվազ պաշտպանություն ունեն, քան սովորական հասարակ մարդիկ։ Ցանկացած հասարակ մարդ կարող է դիմել վիրավորանքի համար դատարան, որտեղ ինքը հանրային գործիչ չի, ինքը իր կյանքը չի դրել հանրության առաջ։ В общем, Էդմոնի պաշտպանական գիծը հետևյալն է, որ հանրային գործչին քննադատելը այդ նույնը չի, ինչ հասարակ մարդուն, հա, սովորական մարդուն։ Դե, տենց նաև Էլեոնորա Մանանջյանը հանրային գործիչ է, նենց որ այդ պաշտպանության տակ կարող Երիքա քո գործը առաջ տաս։ Իմ գործը քեզ էլ է նույն ձև դատի տվել։ Ինձ խի, որ այդ բանը որ ասում ես, ասում եմ բեյնին չեկա, ինձ դրա համար է դա Չերեխեն։ Okay, շատ շեղվեցինք։ Ուր հասավ Նիկոլը։ Հասնում ենք գագաթես։ Խոստոպի գագաթին ենք։ Հիմա ամենաճիշտ պահն է բացել լիստեյը ու նայել հո թափ թազա բարաբան ու հեծանիվ չի վաճառվում, լավ էժան գնով։ Դե բայց ընտրություններ էին, ով ում ինչ որտեղից ասես, ինչ ասես չեր ասում, ինչի հենց իմինոյ Էդմոնը։ Դա շատ բարձ բացատրություն ունի։ Ես հարուստներ չունեմ, որ գան տանեն գլուխն ուտեն։ Բիզնեսներով չեմ զբաղվում, որ գնան փակեն, ակտեր գրեն, չգիտեմ, հետապնդեն։ Երբևէ գործադիր որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որ ասենք, չգիտեմ, մի հատ աուդիտ անեն, դեմ մի բան մանգան գտնեն։ Երբևէ հանրապետության նախագահ չեմ եղել, որ միլիարդներ թալանեմ, հետո ասենք կոպեկներ ապօրինի գույքով պահանջեն եւ այն որ ասում են, գիտեք։ Այսինքն բան էլի, ոնց կբնթագրեիդ։ Սպաս, լեզվից ծերինա։ Կլասիկ քաղաքական գործին ոնց կան հետապնդել։ Իդեպ այս ֆրազը հիշացնեմ, որ հորինել է Ծառուկյանը։ Հիմա կարող է քանի Ծառուկյանից ամեն ինչ խլում են, այս ֆրազի կոպիրայթն է խլեն։ Դե եթե вообще խիստ չունեն, հա, բայց Ծառուկյանին դեր կանդրադառնանք այդ ընթացքում Էդմոնը եւս մեկ անսպասելի հարված ստացավ։ Դե լավ է։ Շատ անսպասելի տեղից։ Փորձանքը մենակ չի գալիս։ Դուք հայտարարել եք, որ դուրս եք գալիս Լուսավոր Հայաստան կուսակցությունից։ Ինչու։ 2 տարի ներկայացրել ենք հանրային դաշտում, ասելով, որ պետք է ձևավորվի ընդդիմադիր դաշինք կամ դաշինքներ։ Եթե չի ստացվում այդ դաշինքը ձևավորել եւ մասնակցել ընտրությանը դաշինքով, ապա առանձին մասնակցությունը մեզ դարձնում է չափազանց խոցելի եւ ես չեմ կարծում, թե պարզապես մասնակցության համար նման պայմաններում արժի մասնակցել։ Ձեզ չեղավ Խաչակյան, ձեզ հմեկ կանչել են նրա համար, որ կեղտոտ ներկուսակցական ներքնազգեստը հանեք Փռեք Պետրոսի եթերում, սենց չիլնի։ Դե չիլնի։ Իսկ այդ ընթացքում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բաստիոնում եւս մեկ տարօրինակ զուգադիպություն եղավ։ Հիշում եք այն բժշկուն, որ Քարոզարշավի ժամանակ վիճել էր Փաշինյանի հետ։ Քարոզարշավին վարչապետի հետ թունդ բանավեճից 2 ամիս անց աշխատանքն է կորցնում Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավարը Արփինե Սողոյանն այսօր է ստացել տնօրենի ծանուցումը։ Կարող է սկսել շատ վատ աշխատել այդ սկանդալային դեպքից հետո։ Դե
Պետք է որ էլի, որովհետև եթե նույն ձևը աշխատել, դա արդեն կլներ քաղաքական հաշվեհարդար։ Իսկ եթե բացեք Վիկիպեդիան ու նայեք ժողովրդական բաստիոնի definition-ը, եթե տես բան կա, կհասկանաք, որ ահագին բացառվում են տես բաները բաստիոնում, դաժե Ավինյանն է դա ասում։ Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից, հրամանավան անկախ ամեն ինչից խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել։ Ավինյանի այս հայտարարությունից 2 ամիս անց, սակայն Երևանի քաղաքապետարանի կրճատումների տակ ընկավ հենց ընդդիմադիր հայացքներով մասնագետը։ Մամուլի ծառայությունից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ կրճատումներն առողջության պարտադիր ապահովագրության շրջանակում են։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիկների կրճատումներ, այդ թվում գինեկոլոգների։ Բայց դեպքում ո՞նց է եղավ։ Ուղղակի էս երկրում օբյեկտիվորեն կրճատվեց կանանց գինեկոլոգիական պահանջարկը, հա։ Բայց ոնց որ չէ, հələ մի բաներ շատացել են դիմողները։ Ինչու են կրճատում հաստիկները, եթե պոլիկլինիկա դիմողների թիվը չի կրճատվել։ Պարզապես նրանց մի մասն արդեն սպասարկվում է ոչ թե պետպատվերի, այլ համընդհանուր ապահովագրության շրջանակում, իսկ դրանից բժիշկների ծանրաբեռնվածությունը ոչ թե պակասել է, այլ ավելացել։ Սողոյանի կրճատումից հետո ավելի քան 10,000 կանանց այսուհետ կսպասարկի 3 բժիշկ։ Նույնիսկ վերջին Ատյանի միջազգային իտոգի կառույց ասում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Տենց կառույց չկա։ Ոստը չկա։ Բայց տեխնաշարային արտարդարության եւ միջտիեզերական հաղորդակցման, ինչպես եւ անիմեի ու մանգայի փորձագետ Դանիել Յոնիսյանը Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ առնվազն հանրային պարսավանքի։ Всё, իտոգը տվեց Դանիել Իտոգյան, արա вообще Իտոգյան պետք է լիներ ազգանունը։ Իսկ այդ ընթացքում բողոքի ակցիային անուն Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները։ Այո, բողոքում են նրանից, որ չեն հասկանում, ինչի պետք է կատվածահար լինի մի ամբողջ կազմակերպություն, մարդիկ մնան առանց աշխատանքի, քանի այնտեղ ինչ որ բան պարզվում է։ Ու բացի դրանից աշխատողներից մեկը սարսափելի փակագիծ բացեց։ Փակագիծ, որը միջև այդ պահը մնում էր փակ։ 1 տարի առաջ պլանավորած ունեինք Բաչատա ֆեստիվալ, որը միայն Հայաստան պետքա բերեր 200-ից ավել արտերկրյա հյուրեր, զբոսաշրջիկներ, բոլորը քենսել եղան եւ ունենք հիմա այսվատ իրավիճակը։ Ոնց Բաչատայի ֆեստիվալն են քենսլանում։ Թե դու գնալու էր Բաչատա պայ, եւս քիչ չգիտեիր Բաչատան ինչա։ Well, վերջի շանսը սեր սովորել համ այդ ինչա, համ բարելը դրա։ Սերախուն զրկին Բաչատայից։ Իսկ այդ ընթացքում Ծառուկյանի աշխատակիցները շարունակում էին սենսացիոն խոստովանությունների շարքը։ Երբ որ պետք է պարոն Փաշինյանը ընտրվեր այն ժամանակ, երբ որ կանգնեցին պարոն Ծառուկյանի հետ պարոն Փաշինյանի կողքը, Երևան Սևան տրաս այս աղջիկը փակեց։ Որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսենց անգորտ թողնի։ Լավություն արին, գցին ջուրը։ Տո բառացիորեն ջուր տարան ու գցեցին ջուրը։ Բայց ուշադրություն, այս դրանից եզրահանգում ով է մեղավոր։ Այո, Սերժի մարդն, այո, հենց Սերժն էլ անում է ամեն ինչը։ Իրանք զերով այդում ամեն։ Մենք եկենք Գրոբելի, իրանք փողոցը փակեն, իրանք ցուցարարներին ջուր տան, իրանք բոլոր ԲԿ խմբակցության անդամներով պլյուս 10 հանրապետականներ Նիկոլին ընտրեն ու վերջում Սերժն է մեղավոր։ Արա հայելի հանգիստ թողեք այդ մարդուն հեն արդեն 630 միլիոն էլ բռնագանձում են այդ խեղճից։ Հավատա շատ ավելի վատ բաներ են ելնում։ Ավելի վատ քան Բաչատա փառատոնի չեղարկումը։ Դրանից անգամ ավելի վատ բաներ են լինում։ Ամուսնական առաջին գիշերը փարավոնում անցկացրած զույգին ԱԱԾ-ն բիրտ ուժ կիրառելով դուրս է հրավիրել հունիսի 6-ին առավոտյան հյուրանոցը խուզարկելիս։ Նորապսակներին թույլ չեն տվել անգամ իրերը վերցնել։ Պատկերացրու 5 տարի այդ օրվանն է սպասել, վերջապես հաստանիքից հետո ուշ գիշերը հասնում եք համար, հոգնած, միջև հարսը մենք կոպը բացում ավան, սենց արդեն սենց հայացքները հանդիպում են ու ԱԱԾ-ը բացեք։ Մի խոսքով, այս միակ love story-ն չի, որ շատ վատ է ավարտել, մեկ այլ love story ստացավ իր վերջնական ոչ այդքան լավ ավարտը։ Այսօր պաշտոնապես ստացանք Նատալիա Ռոտենբերգի եւ Տիգրան Ազաքանցյանի ամուսնալուծության որոշումը։ Միությունն ավարտվեց հուլիսի 10-ին 26 թվականին։ Հարաբերությունները տևեցին 8 տարի։ #развод, свобода, брак, отношения, разочарование, крыса։ Արա չկա դե տես բան։ Հավայ։ Դե
ես հասկանում եմ, ոչ մեկի հավատը չի գալիս, բայց պետք է համակերպվել։ Այո, սա շատ անհավանական է։ Ոնց որ մի օր առավոտը զարթնենք, իմանանք Զենդայան ու Թոմ Հոլանդը էլ իրար հետ չեն։ Բայց տենց էլ կա, տենց շուխուր կա։ Զենդայան հրապարակից Bentley-ով ֆոտոշուտ հրապարակել է։ Չէ։ Ուրեմն այդ հարաբերությունները դեռ կարելի է փրկել։ Երբեմն ամենակարևորը ոչ թե ամեն գնով պահելն է, այլ խաղաղ սրտով հեռանալը, հասկանալով, որ որպես կին դու արել ես այն ամենը, ինչ կարող էիր։ #Նատալի Ռոտենբերգ, կյանք, կին, ամուսնալուծություն, Հայաստան, Կրիսա։ Ամարտել չի գրում Կրիսա, չկասկածած հեշտեգ։ Կրիսա։ Մի հորինի քեզնից հեշտեգ։ Արնետ։ Դες ամուսնալուծությունից հետո ըստ ժանրի կանոնների կսկսի Նատալյան ավելի շատ սիրուն նկարներ գցել սոցցանցեր, Արձականյանն էլ կսկսի գնալ ջիմ ու սպորտային մեքենաների հետ լիքը նկարներ անել։ Իրանք այդ ամեն ինչ արդեն անում էին։ Հա, օքեյ։ Պրինցիպի է։ Դա բայց դեպքում այդ Bentley-ի մեջի նկարները Նատալիա ով է նկարել։ Հանգիստ թող նրանց իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում մեզ սպասում է քերի ընդդիմություն։ Հորեղբայր ընդդիմությունն է սպասում մեզ երկրորդ մասում, ինչպես նաև վարդավառ։ Մի փոքր ջրվենք։ Արա, այս ռեմոնտը երբ է սպրսնում, գնանք մի հատ խորոված սարքենք ձեր հայաթուն մի հատ հավեսով։ Սիգիջան, հենց հիմա էլ կարա գաք, ուղղակի մարդա ձեր աթոռ սեղանը, մի քիչ պատերը ոնց որ բերում եք։ Դրա համար կա դոմուսը, ճոճաթոռներ, աթոռ սեղաններ, տաղավարներ, մի խոսքով բացօթյա հանգստի համար ամեն ինչ կա։ Այսինքն հյուրերին էլ պետք չի ասել, որ ամեն մեկը ձեր աթոռը բերեք ու կունենաք նստելու տեղ։ Չէ, բոլորը իրենց նստելու տեղը կունենան։ Ու դեռ մի բան էլ ամառային ապրանքների վրա 10% քեշբեք կա։ Դե այս նկարումից հետո ես ոնց որ գիտեմ ուր եմ գնում։ Դե բոլորս դեպի դոմուս ու հետո միանգամից քո հայատ։ Եվ այսպես տարին մեկ անգամ հաղորդման մի մասը մենք սկսում ենք սովորականից մի փոքր ավելի թաց։ Հաճելիորեն թաց։ Բայց շատ, բայց հաճելիորեն, բայց շատ։ Այո, տարին միայն մեկ անգամ կարա փող քաղաքապետը շլանգով ջուր ծպնի ամբոխի վրա ու ամբոխը ասի էլի ու չծրվի, այլ միայն շատանա։ Այո, Վարդավառը ջրեց բոլոր հոգսերը, ուսով եմ ոչ ոք չոր չմնաց, չէ։ Այնպես որ ոնց տեսնում եք, ոչ ոք չոր չի մնալու այսօր եւ կարծես թե արդեն բոլորը թրջվել է։ Բայց ոնց որ ձենը չոր տեղից է դուրս գալի։ Դե պաշտոնյա է, հո չեն թրջի։ Պաշտոնյա է, իսկ օրինակ հայրը քաղաքում ոչ մեկ չի նայում, մարդը պաշտոնյա է թե չէ։ Ասեք։ Չէ, դավայ ջարեք։ Մի ամբողջ Շիրակի մարզպետ չկարողացավ մեքենայից չոր դուրս գալ։ Լավ, հերիքա Վարդավառի դրական կողմերի մասին։ Եկեք մի քիչ դառնացնենք տոնը։ Մոտ 200 միլիոն դրամ կամ մոտ $550,000 այսքան է արժեցել այս տարվա Վարդավառի նոր փառատոնը քաղաքացիների համար, որ հրապարակում նշվեց տոնական համերգով, ջրցան մեքենաներով եւ փրփուր փարթիով։ Իսկ ընդամենը 1 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը ել ավելի մեծ գումար էր հատկացրել երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ը նշելու համար։ Ընդհանուր ավելի քան 395 միլիոն դրամ կամ մոտ $1 միլիոն։ Դե պրինցիպի հա էլի մեկա Վարդավառ էր, մարդիկ պետք է իրար ջրեին, ուրախանային, պետք էր այդքան փող ծախսել, ոչ։ Բայնեն երեխեքի օրը։ Մեծանալու են մոռանան։ Մանավանդ երևի ավելի կարևոր տեղեր կար որ կարելի էր ծախսել, ինձ թվում է կասին դեմությունը։ Հայկ Գրիգորյանը նկատում է անգամ ավելի քիչ ծախսերի հետ կապված խնդիրները չեն լուծվում, օրինակ կանգառների կահավորման հարցը։ Մի կանգառի արժեքը չեմ կարծում մի քանի $1,000 գերազանց այսքան մինիմում 600,000-ով կարելի էր Երևանի գոնե 100 հատ կանգար։ Չէ, դե կոնկրետ սխալ էր այդքան փող ծախսելը։ Բու քաղաքապետարան, բու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ։ Կանգառները կահավորվում են, ասում է, իսկ տոնակատարություններն անհրաժեշտ են քաղաքի ճանաչելիությունն ու տուրիստների հոսքը ապահովելու համար։ Յարա հա, բա տուրիզմը պետք է զարգացնել, բայց մենակ իրար ջրելով ոչի, պետք է միացուս մոշնի բան ապեք տուրիստների համար։ Դե բայց այդքան փող տաս։ Դե հիմա կքերենք էլի դեսից դենից։
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից օգուտ մայրաքաղաքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ 71 միլիոն դրամներ ստեղից համ քաղաքի հարցերը կլուծենք, համ Բեգլարյանին առանձնապես վնաս չենք տա խլելով իր սեմուշկի փողը սևորվա պահած։ Դե ուրեմն անցնենք ավելի լուրջ թեմաների, որոնք քիչ են։ Հիշում եք, որ ԵԱՏՄ-ն ծիրանավարի արգելեց մեր ձկների ներմուծումը։ 2025 թվականից ուժի մեջ է մտնում Եվրամիություն ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվությունը 25-ից, այսինքն մի տարիա կարելի է արդեն թղթաբանությունը այնքան շատ է, որ մի տարի առաջ թույլատրել են, բայց թղթերի մեջ հետո էդի կորել է։ Դե ինչ, մորակոր Եվրոպան լայնորեն բացել է դոշերը Հայաստանի ծծկեր արտադրողի առաջ։ Արդյունքում Զախարովան ոնց որ մի քիչ ազդվել է։ Մոսկվային եւ Երևանին կապում են երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Любовничаянно когда ее совсем не ждешь, и Захарова внезапно станет такой хорош, когда в Европу ты идешь։ Ասպասի, մի քիչ թեժացնենք այդ Եվրոպայի գիծը, կարող вообще դզվեն հարաբերությունները ռուսների հետ։ Европа, как хорошо, что ты такая, Европа, երկրորդ ցիկը դուր։ Եվրամիության խորհուրդն ընդհանուր անվտանգային եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում հուլիսի 13-ին մեկնարկում է Հայաստանում գործընկերային առաքելություն, որը խորհրդատվական քաղաքացիական բնույթ է կրում։ Ըստ խորհրդի հայտարարության պաշտոնապես ապրիլի 21-ին ստեղծված առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ։ Դե ինչ Զախարովա, հասկանում եք ոնց ալում սիրելը սերը էս այն, որ համ թողնում են մի կողմից ձուկ ներմուծեն, մյուս կողմից էլ հիբրիդային խաղերի դեմն են առնում։ Էսա սերը։ Ես խանդի տեսարան եմ ուզում։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև անկասկած այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները, ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ եւ փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը։ Արա ինչքան սեր կա Զախարովայի մեջ, որը նա այսքան տարիներ թաքցնում էր քաքի լայն շերտի տակ։ Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Եվ այսպես հայկական ձկները գնում են Եվրոպա, ոնց որ թե։ Կերը բնական, միջավայրը մաքուր ու էսթետիկ, ձուկը բարձրաճաշակ, չեն կատակում ձկնարտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների ղեկավարները։ Ծանոթ են եվրոպական ստանդարտներին, պահանջներին չեն զիջում, ավելին։ Պահանջներից մի բան էլ ավել է։ Երկել ենք երկու իրանց համար։ Մոցարտի եւ Բախի տակ ենք մեծացնում Եվրոպա ուղարկվելիք ձկներին, այն Ռուսաստանի փայը մենք Արկադի Դումիկյան տակ ենք մեծացնում, բայց այլևս ոչ մի Արկադի Դումիկյան ձկներ, լսում եք։ Okay, всё, հանգիստ ենք թողում ձկներին։ Մոռացանք ձկներին։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունել կա, ընդդիմությունել։ Ձեզ ասեմ, ինչ-որ պահի շատ անվանական պետք է ասվի, ով է խոչընդոտում, ով չի միանում հայտարարություններին, ով ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով փախնում։ Օրինակ դուք մի հատ վերցրեք, ուսումնասիրեք Գագիկ Ծառուկյանին, այսպիսի խայտարակ ձևով ձերբակալությունից հետո որ քաղաքական ուժերը հայտարարություն չեն արել։ Արայլի սկսվեց են կիսանամյոկներով իրար վրա ցեղ շպրտելը, ով Սերժի մասին ենք խոսում։ Սերժի չի աջակցել ընդդիմությանը, այլ գնացել է թուրքահպատակների կողքնականնել, կոնկրետ ասեք արա։ Աշոտյանը բանդիտ զորակցություն հայտնեց։ Քակ սրտի զորակցություն։ Արա այս ինչ մանկապարտեզը սպասում ենք պահը գա, որ նոր հայտարարեք, թե ով է ընդդիմությանը խանգարում եւ իրականում ընդդիմության մեջից աջակցում Նիկոլին։ Արա պահը, եթե երբևէ եղել է պահը, դա հիմա է, կամ հիմա չէ, դա ծններից առաջ էր արա։ Հա, չի եղել պահ, որ պետք չէր դա ասել։ Okay, Իշխան Սաղաթելյանը նաև ասեց, թե ինչ օրենքներ 5 տարվա ընթացքում ազգային ժողովում համարյա անցկացրեցին։ Դեռ գնում ենք մեր օրակարգով։ Եթե դուք նայեք 5 տարվա մեջ Հայաստան դաշինքը քանի նախաձեռնություն է բերել կարևոր երկրի անվտանգության հարցերի հետ առնչվող օրակարգային հարցերը բերել խորհրդարան։ Սկսած 21 թվականի սահմանագծման սահմանազատման հայտարարությունից դրա շուրջ լսումներից վերջացրած տարբեր օրենսդրական նախաձեռնությունների։ Նայեք, մինչ մորաքուր տրամաբանությունը արյունահոսում է բոլոր հնարավոր խորհուրդներից, փորձենք հարգանքի տուրք մատուցել նրան։ Նայեք, եթե դուք ասում եք, որ իշխանությունը թուրքական պրոյեկտ է, որը օկուպացրել է Հայաստանը, նպատակը Հայաստանը թուլացնելն է,
Մյուս օրը Միկի Մաուսի դեմքով մտնում եք արժե, ինչ որ օրենքներ եք բերում, հետո զարմանում եք, «Օրա, մեր օրենքները չանցան, ապա դա օքեյ, դա նորմալ չի»։ Էլ ինչ ասել Սաղաթելյանը, որ ազդել է Սերգեյի ներվերին։ Իմ ներվերը անջատած է, ես ուղակի ցավում եմ մորաքույր տրամաբանության համար, որը գենգբենգի է ենթարկվում, սենց ցածր ինքնավստահ բարիտոնով։ Եվս մեկ օրինակ, այս ապօրինությունները անելու է, կրկին տարածքները զիջելու, այսօր արդեն տեսակ Տիգրանաշենը հանձնելու անոնսը արեց, որ այս ամբողջ ժամանակահատվածում հիշում եք, ասում են կարող ես հայտարարել, որ Հայաստանից նոր տարածքներ չես տալու, կարող ես ասել, որ կոնկրետ Տիգրանաշենը չես հանձնելու, ստայցան այսօր դրա անոնսը արեց։ հոգիս իշխանս այդ անոնսը ինքը արել է մինիմում 4 տարի առաջ, երբ ասել է, որ սահմանը լինելու է Հայաստանի սովետական Հայաստանի սահմաններով։ Всё, այն ժամանակ ամբողջ անոնսը եղավ։ Հիմա ինչքանով ճիշտ կլինի մեծ գժի տեղ դնենք ու զարմանանք ամեն անգամ, երբ այդ նույն միտքը գլոբալ տարբեր դրվագներով ուղակի կրկնվում է։ Հենց որ դա նոր անոնս չի, դա հին անոնսի փոքր կտոր է։ Նոր անոնս, չեմ ասում լավա թե վատա, բայց նոր անոնս Կարանք նաև ասենք, որ վատ է, դրանից ոչ մի բան չի պողնել, բայց ինչ է ընդդիմությունը պատրաստվում անել ազգային ժողովում։ Եվ մի բան ընդհանրապես, որ ասում եք ինչ եք անելու խորհրդարան, ասում ուղիղ ասում են, որ բոլոր ուղղություններով, հնարավորություններով, գործիքակազմով շարունակելու ենք մեր պայքարը։ Ինչպես դա անում եք վերջի 5 տարում, հա։ Այսինքն բոցաշունչ ելույթներ, հրմշտոցներ, լարված պահեր, այսինքն նոր բան։ Դեգուցե առայժմ չասել ոչինչ բան ու պահել ինտրիգը այս բոլոր անելիքների։ Կամ օրինակ ասել, որ կա գաղտնի պլան։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող տեխնացուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Ինձ թվում է, դա Ռոբերտ Ամստերդամի խորհուրդն է։ Ցանկացած անհասկանալի վիճակում ուղղակի ասեք, որ դա գաղտնի պլանի մի մաս է։ Okay, էլ ինչ նոր բան կարելի ասել գաղտնի պլանի մասին։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ցես ցույց ենք տալիս։ Նայեք, եթե մինչև հիմա ձեր գաղտնի պլանով ա գնացել, գուցե դա շատ պլան է։ Так, սադրիչ լրագրողները նաև հետաքրքրվեցին Նարեկ Կարապետյանի ինչու նա չի ծառայել։ Բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, հա, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ, գիտեք, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Ինչ գիտությամբ են զբաղվել, հա? Գիտնականներ են։ Նարեկ ուսումնասիրի, լրագրող ես։ Նարեկ ջան, դա գաղտնի պլանի շրջանակներում էր։ Բայց ԿՊ-ն ոնց որ վիզ դրած ուզում է հասկանա ինչի է Նարեկ Կարապետյանը ազատվել ծառայությունից։ Ինչպես գիտեք, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը բանակում չի ծառայել առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա։ Հիմա քննչական մարմինները կասկածում են, որ այդ տեղեկանքը իսկական է, մարդու ունի այդ խնդիրը։ Ասում են, անցի բուժզննություն, ասում են, չեմ անցնում այդ բուժզննություն։ Ու իրավապահ մարմինները օրենքով լիազորություն չունեն, ասեն, դու պարտավոր ես անցնես այդ զննությունը։ Եվ ԿՊ-ի արագացված գաղտնի պլանով ընդունվեց օրենք, որի շնորհիվ շատ շուտով կիմանանք Նարեկ Կարապետյանի առողջության մասին այն ամենը, ինչ երբեք չեմ ուզեցել իմանալ։ Դե Ժորժան Բաստիոն, իսկ Նարեկ Կարապետյանը այդ ընթացքում չնայած առողջական խնդիրների այցելեց մարզեր, որպեսզի քարտեզագրի ժողովրդի խնդիրները։ Ինչ? Հարցնում եք ինչի համար ընտրություններից հետո գնում այցելությունների մարզեր? Գաղտնի պլան։ Չի վրա շեշտ կդնենք, ինչի վրա աշխատենք, որ գոլ։ Մանկապարտեզ չկա, համար առաջ։ Մանկապարտեզը։ Դպրոցի վիճակը որ նայեք, լացուները Մանկապարտեզի վրա գազ տանք։ Հա, մտցրեք գաղտնի պլանի մեջ ու գազ տվեք։ Գտան, էլի Մասիսում իդեալական դժգոհ քաղաքացի։ Հիմա այս այցելությունը հաջորդ ընտրությունների համար են քարտեզագրում խնդիրները, թե մինչև դա իրենց փողերով պետք է այդ մանկապարտեզները սարքեն։ Ու вообще կարելի է գնալ ինչ-որ գյուղ ու խոստանալ պետական մանկապարտեզ սարքել։ Կամ գուցե մասնավոր մանկապարտեզ են սարքելու իրենց հաշվին մինչև մյուս ընտրություններ։ Հանգստացի, հա, հիմա այս պահին խոսքը ընդհանրապես մանկապարտեզի վրա գազ տալու մասին է, վերջ։ Ուրիշ խնդիրներ։ Գյուղացի պետք է լինի գիշերներով քուչեր։
Մեմանդարը շուտ է։ Ինչ գործում։ Հասկանալի չի ինչ գործ ունի գյուղացին մեյմանդարի գյուղմթերքի շուկայում, որը ստեղծվել է գյուղացու համար։ Մի հատ հասկանալի բարի լուրով ավարտենք, էլի։ Բոլոր մենք դեմ ենք վարքավճարներին, մենք դեմ ենք պետական բյուջեի մսխման այդ ուղղությամբ եւ մեր ուժը չի ստանալու ոչ վարքավճարներ, իսկ աշխատավարձի առումով իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ։ Լինեմ անկեղծ, ես կողմ եմ, որ падգամավորը ստանա ամսական 1 դրամ աշխատավարձ, եթե падգամավորի հոպարը միլիարդա fucking տերա։ Դեպքում ինչու ամբողջ աշխատավարձից չի հրաժարվել մի դրամը, որ ինչ։ Գախնի պլան, մնացեք մեզ հետ։ Իդեպ այս բլոկում հիմա, հենց կոնկրետ հիմա կարար լիներ ձեր գովազդը։ Բերեք ձեր ապրանքը եւ մենք այն եթերում կուտենք, կխմենք, կբդենք, կանենք այն ամենը ինչ ուզում ենք ձեր ապրանքի հետ, որից հետո միլիոնավոր հայեր կգնան գնելու կամ օգտվելու ձեր ապրանքից։ Հիմա էկրանին հայտնվում է հեռախոսահամար, կապի դուրս եկեք, քննարկենք եւ դուք էլ ինտեգրվեք Arm Comedy-ում։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջին դիտեք օրվա վիդեո բոցը։ Երևանյան սմեջբուրգեր ձեր համից չի եղել երբեք։ Հենց հիմա փորձիր եւ կհասկանաս ինքդ։ If you know, you know։ Լսի, իրականում այս post-scriptum-ում լիքը ասելիք ունեմ, բայց ես պատրաստ եմ դա ասել Patreon-ի OnlyFans-ում։ Okay, համեցի խայտելիքցում, բայց արա արդեն թեմաներն են բանում, որ ուզեմ նախանշած ներվայնանում եմ, հա, ուզեմ ասեմ, որ այսօր խոսալու եմ մանդատները խին ինտրիգ սարքել, եթե վերջում պիտի ասել, դու պարշուկ դի վերցնենք, ուտենց իչոր մենք տատավում ենք, վերցնել, թե չվերցնել, վերջում դու պարշուկ բայց ինչ-որ մեկը հավատում էր այդ ինտրիգին։ Yes, սա Բեգլարյանի փողերը հաշվում ենք ու գեոպոլիտիկա, սա OnlyFans-ում։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն, հենց հիմա։